Ռուսաստանի Դաշնության ներկա Կրեմլի այս ռեժիմի պայմաններում նրա հետ այս նման մակարդակով կամ նման բովանդակությամբ հարաբերությունների շարունակումը ենթադրում է ուղղակի, որ Հայաստանը իր մանդատը ձեր նշած Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ եւ ընդհանրապես իր շահերի տեսակետից հարաբերությունների կարգավորման մանդատը հանձնում է Կրեմլին։ Այսինքն եթե դու խոսում ես Լավրովի հետ եւ նրա հետ հուշագիր ես կնքում, չգիտեմ, համագործակցության, թե ինչ համագործակցություն այն պարագայում, երբ այդ պետությունը մեկ այլ հետխորհրդային անկախ պետության դեմ ագրեսիա է իրականացնում։ Մի պետության հետ, որի ուրեմն միջպետական պարտավորությունների անվտանգության չի ապահովում, հա, եւ ռուսական բազան այստեղ է, բայց Ադրբեջանի կողմից օկուպացնում են Հայաստանի Հանրապետության տարածքը եւ դրանից հետո դու շարունակում ես, չգիտեմ, ինչ համագործակցության մասին է խոսքը։ Դա նշանակում է դու շարունակում ես Կրեմլի ձեռքին թողնել Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսակետից խնդիրների լուծման մանդատը, որտեղ ինչ ասում թե տարածաշրջանային պետությունները պետք է կարգավորեն, ես հասցրեցի նայեմ։ Դե գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանային պետություն չէ։